2023-ից մեր երկրում փուլային տարբերակով ներդրվեց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ։ Գործընթացը մեկնարկեց ըստ հայտարարատու անձանց խմբերի, պետական համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հարց ու աշխատող համարված ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի քաղաքացիներ, Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից եկամուտներ ստացած անձինք և արդեն երրորդ փուլով մեր երկրի բոլոր քաղաքացիները, այդ թվում կենսաթոշակառուները։ Հայտարարագրման ինստիտուտի ներդրման համար կա 3 հիմնական նպատակ։ Ունենալ նախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների վերաբերյալ անձնավորված հաշվառման համակարգ, երկրորդ նպատակը դա մարդկային կապիտալի զարգացումներ, այսինքն որպեսզի մենք կարողանանք հնարավորություն ունենալ առողջապահության և կրթության գծով ծախսերի փոխհատուցում տալ, և երրորդ նպատակը պետություն-քաղաքացի հարաբերությունները նոր մակարդակի բերելն էր։ Համակարգի ներդրմամբ պետությանը հաջողվեց նաև ստվերային գործարքները որոշ չափով կրճատել։ Համակարգի ներդրման առաջնային փուլից սկսած պետությունը հետևում է հայտարարագրման ընթացքին և ի հայտ եկած խնդիրներին։ Վերջիններով պայմանավորված պարբերաբար վերանայվում են մեխանիզմները գործիքակազմերն առավել կատարելագործելու համար։ Փոփոխություններ մշտապես կատարվել են, վերջին վերանայումը վերաբերում էր հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետներին։ Մայիսի 1-ը փոխարինվեց նոյեմբերի 1-ով և ինչպես Բաբկեն Թունյանն են նշում, դա հիմնականում պայմանավորված էր ID քարտերի պահանջով ու այլ տեխնիկական բնույթի հարցերով։ Այժմ էլ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները նախաձեռնել են մեկ այլ փոփոխություն ևս, որն առաջիկայում արտահերթ կարգով կբերվի դահլիճ։ Ընդ որում այդ փոփոխությունը ոչ թե միանգամից ենք որոշել կամ ինչպես մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ ասում են իրենց պայքարի արդյունքում, այլ այս մասին դեռ ամիսներ առաջ հայտարարում ենք, որ մենք աշնանը հանդես կգանք եկամուտների հայտարարագրման համակարգի էական պարզեցման փոփոխություններով։ Փոփոխությունները բնականաբար քննարկվել են կառավարության գործընկերների հետ։ Պարզեցումները կլինեն և օրենսդրական և տեխնիկական մակարդակում։ Գործող կարգավորումների համաձայն մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր չներկայացնելու դեպքում սահմանված էր տուգանք։ Նոր նախագծով փոխվում է տրամաբանությունը։ Այսինքն հայտարարագիր կարող են մարդիկ և չլրացնել մինչև վերջնաժամկետը, և քանի որ պետական եկամուտների կոմիտեն ինքը արդեն իսկ ունի որոշակի տվյալներ քաղաքացիների եկամուտների վերաբերյալ, ինքը ինքնաշխատ այսօր էլ այդ տվյալները լրացնում է։ Սա ենթադրում է, որ եթե քաղաքացին ինքը չի լրացնում հայտարարագիրը, պետական եկամուտների կոմիտեի կողմից լրացված տվյալներով համարվելու է, որ մարդու հայտարարագիրը լրացված է և հանձնված է։ Այսպիսով, քաղաքացին հայտարարագիր չի լրացնի, եթե պետական եկամուտների կոմիտեում առկա ֆինանսական տվյալներից բացի այլ եկամուտ չունի։ Այս առումով առաջին հերթին մենք երևի այն մարդկանց գործն ենք թեթևացնում, հատկապես 100,000-ավոր կենսաթոշակառուների, որոնք որ ըստ էության կենսաթոշակից բացի այլ եկամտի աղբյուր չունեն։ Ինչպես նաև այն մարդիկ, որոնք օրինակ վարձու աշխատող են և այլ եկամուտներ չունեն։ Հայտարարագիր լրացնելու անհրաժեշտություն կլինի այն պարագայում, երբ քաղաքացին ցանկանում է օգտվել սոցիալական կրեդիտներից։ Ընդգծում է падգամավորն ու հիշեցնում, որ պետության կողմից շահառուն հետվճար ստանում է այն դեպքում, երբ տարվա ընթացքում կատարել է առողջապահության և կրթության գծով ծախսեր։ Այդ գումարները ետ ստանալու հնարավորությունից կարող են օգտվել այն մարդիկ, որոնք որ մուտք են գործում եկամուտների հայտարարագրման համակարգ էլեկտրոնային ստորագրությամբ և գոնե մի հատ փոքր գործողությամբ թեկուզ առանց որևէ բան փոխելու հաստատում են այդ հայտարարագիրը։ Նախագծով պետական եկամուտների կոմիտեին կտրվի հնարավորություն ունենալ հասանելիություն նաև ֆոնդային բորսաների որոշակի տվյալների մասով, որպեսզի ինքնաշխատ եղանակով լրացվեն նաև արժեթղթերից ստացված եկամուտները։ Պարզեցված համակարգը նաև կօգնի ավանդատուներին։ Կլինի հատուկ հնարավորություն, եթե իրենք պետական եկամուտների կոմիտեին իրենց համաձայնությունը տան ընդամենը մի հատ գալչկա դնելով, որ համաձայն է, որ պետական եկամուտների կոմիտեն իրենց բանկային ավանդների ստացվող եկամտի մասին ինֆորմացիա ունենա, այդ ինֆորմացիան էլ ՊԵԿ-ը կստանա եւ ավտոմատ կլրացնի։ Արտահերթ նիստից հետո կլինի նաև հստակ ցանկ, թե որ եկամուտները կհայտարարագրվեն եւ որոնք կհարկվեն։ Մեզ հարցնում են, ասենք, եթե ես մեքենաս օտարել եմ, վաճառել եմ կամ տունս վաճառել եմ, այդ գումարը հայտարարագրման ենթակա է, հարկման ենթակա է։ Մենք ասել ենք, որ դա հայտարարագրման ենթակա է, բայց հարկման ենթակա չի։ Հայտարարագրման ենթակա անձանց թիվը վերջնապատկերում ըստ Բաբկեն Թունյանի կկազմի շուրջ 2 միլիոն։